Հիմա էլ նստած էլի Համլետի մենախոսությունն եմ կարդում։ Մի հատ կարդամ լսես։ Ես ոնց եմ զգում։ Ու մտածում, մի րոպե, հա, հեսա է։ Նայ, ես օրինակ սենց եմ զգում, էլի, Գրիգ։ Հեսա ասեմ մի հատ այդ 4 տողը, մի հատ դու զգա իմ ներսում ինչ է կատարվում։ Ու դրանից հետո արդեն ես իմ հարցը կտամ կյանք։ Լինել թե չլինել։ Որն է հոգեպես ավելի ազնիվ։ Տանել գոր բախտի պարսաքարերը և սլակները, թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովին ընդեմ։ Մի խոսքով, ես հիմա ժամանակ ես շատ չեմ ուզում տանեմ, պրոստը ուզում եմ մի հատ հասկանամ, կարող է ես փորձեմ, էլի Համլետ։ Դու փորձես։ Հա։ Չգիտեմ ինչ ասեմ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Հələ սպասի մի քիչ շարունակեմ, տես կարողա հասկանաս էլի կյանք։ Մեռնել։ Ես սպասի էլ լույսը, ես սպասի, այդպես հեռախոսով ես ուզում սրա մասին խոսանք։ Հա, հիմա, էլի, հիմա։ Հա, բայց չգիտեմ, էլի, կարանք վաղը խոսանք։ Հեռախոսով խոսալու բան չի։ Չէ, մի խոսացեք, որ մենք իմանանք։ Կյանքը, լույս դա խաղալու տես չի։ Մանեի մոտ հյուր եմ, Շատ լավ Գրիգորյան, բալես, բանին, հենց այնպեսի։ Պատժվել էի, ու տենց որոշեցին, որ ասա, որ ես եմ պատժել։ Ու Ջուլիետա Ստեփանյանն է այս առաջարկությունը արել, որ քեզ տենց պատժենք։ Սիրտ ընկավ փորը, վայ ասում եմ փորը տեղը։